Մայր Հայաստան դաշինքը տրանսպորտի թանկացմանը միանշանակ դեմ է։ Այստեղ ուրիշ կարծիք չկա։ Ինչ վերաբերում է ինքնարժեքին, այստեղ խոսեց ինքնարժեքի մասին, պատճառաբանությունը բարձր որ ինքնարժեքն է, որ թանկացնում եք։ Ինքնարժեք թանկացնում եք ինչի համար, տրանսպորտ թանկացնում եք ինչի համար։ Մեկ պատճառաբանում եք ինքնարժեքն է, սա ձեր բիզնեսը չի, որ եկամտաբեր չլինի ու որոշեք գինը բարձրացնեք, բարոնայք եւ նաեւ տիկնայք ԿՊԱ-ականներ։ Եթե չեք կարողանում այս սակագնով կառավարել, դա չի նշանակում, որ պետք է գինը բարձրացնել։ Դուք խնդիր ունեք կառավարման հետ ու փորձում եք գին բարձրացնել։ Դուք խնդիր ունեք ընդհանրապես Հայաստանում կառավարման հետ, Երևանում եւ մասնավորապես տրանսպորտի կառավարումը այս հարցն է քննարկվում։ Եթե չեք կարողանում այս գնով կառավարեք, չի նորից եմ կրկնում, չի նշանակում պետք է գինը բարձրացնել։ Գինը չպետք է բարձրանա։ Սա միանշանակ է։ Բարեփոխումներ եք անում, ասում եք որ բարեփոխումներ եք անում եւ անելու եք։ Միգուցե բարեփոխումները ավարտեք, նոր խոսեք գների բարձրացման կամ ընդհանրապես գների փոփոխության մասին։ Միգուցե բարեփոխումներից հետո գների բարձրացման կարիք չլինի։ Միգուցե հակառակը գները իջնեն։ Չէ՞ որ էլեկտրական տրանսպորտ եք բերելու եւ նաեւ այդ էլեկտրոնային վճարային համակարգեր եք մտցնելու կամ ավելացնելու։ Միգուցե դրանք ավարտեք ու ընդհանրապես գնի բարձրացման խնդիր չառաջանա։ Ինչ որ շտապում եք։ Նաեւ այստեղ ասվեց, բայց կրկնեմ, տարբեր քաղաքներում տրանսպորտի գինը ոչ միայն մեր գնին մոտ է, այլ նաեւ ավելի մատչելի է։ Նաեւ քաղաքներ կա անվճար է։ Ու դա նորմալ է, որովհետև համայնքը պարտավոր է իր քաղաքացիներին մատչելի, նաև անվճար ծառայեցնել մատուցի, իր բյուջեի հաշվին։ Դա կլինի պետությունից սուբսիդավորում, թե համայնքի բյուջեի սուբսիդավորում։ Այնպես որ դա պատճառ չի գին բարձրացնելու։ Վերջիվերջո վերջերս եք թանկացրել կարմիր գծերը եւ որոշակի տեղական վճարներ տուրքեր, կարող եք այդ տուրքերի ու վճարների հաշվին տրանսպորտը պահել եւ չթանկացնել։ Հիմա տրանսպորտի գինը կամ ինքնարժեքը կլինի 250 դրամ, 300 դրամ, դա շարքային քաղաքացուն չի հետաքրում ու չի վերաբերվում։ Ուրեմն բարի եղեք, դուք 300 դրամանոց կլինի ինքնարժեքը, թե 350 կամ 400, դա պահեք ձեզ ու երևանցիների համար մատչելի, հարմար, որակով տրանսպորտային ծառայություն մատուցեք։ Դուք խոստանում եք, որ կարմիր գծերը բարձրացնեք ու կայանումներ չի լինի, բայց կայանումները շարունակում են։ Հիմա խոստանում եք, որ տրանսպորտի գինը կբարձրացնեք, որ սպասարկում կլինի նորմալ, ես կհասկացում եմ, ես ակտիվ օգտվում եմ տրանսպորտից ու տրանսպորտի ձեր բարեփոխած դեր այս պայդրությամբ ինչ որ բերել եք, այդ տրանսպորտով տրանսպորտի հացը Երևանում չի լուծվել։ Եվ խոսքս ավարտելով ասեցի, որ բյուջեից պետք է կամ քաղաքի բյուջեից սուբսիդավորվի կամ պետության բյուջեից, դա արդեն պետք է դուք որոշեք կամ քննարկվի։ Եվ խոսքս ավարտելով դիմում եմ երևանցիներին, հարգելի երևանցի, տրանսպորտի գնի թանկացման համար մենք պայքարելու ենք։ Մայր Հայաստանը կոնկրետ պայքարելու է, լինելու է առաջնագծում, լինելու է լոկոմոտիվը, լինելու է ձեր կողքին ու թույլ չենք տալու տրանսպորտի գնի թանկացում։